Կտակ, թե նվիրատվություն։ Որպես փաստաբան ինձ հաճախ են դիմում եւ հարցնում, որ տարբերակն է առավել նախընտրելի եւ որոնք են տարբերությունները։ Բարև ձեզ։ Այսօր խոսենք այն մասին, թե ձեր սեփականությունը ինչպես կարող եք փոխանցել այլ անձանց, երբ ունեք դրա կարիքը։ Մասնավորապես, ժառանգություն ըստ կտակի, թե նվիրատվություն։ Փորձենք հասկանալ, որ իրավիճակում որն է ավելի հարմար եւ ընդհանրապես ինչ տարբերություն կա այս երկու գործարքների միջև։ Իրականում եւ կտակը Եվ այս պարագայում նվիրատվությունը քաղաքացիաիրավական ոլորտի գործարքներ են, սակայն ժառանգությունը ինքը միակողմանի գործարք է։ Ինչ է սա ենթադրում ոչ իրավական լեզվով։ Այսինքն, այստեղ չկա անհրաժեշտություն երկու կողմերի համաձայնության։ Անձը, ով հանդիսանում է տվյալ գույքի սեփականատերը, կարող է արտահայտել իր կամքը, կազմել կտակ եւ իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրել ցանկացած մեկի։ Նվիրատվությունը երկկողմանի գործարք է, այսինքն պետք է լինեն նվիրողը եւ նվերը ստացողը։ Երկու պարագայում էլ գործարքներն իրականացվում են գրավոր, բացառությամբ նվիրատվության այն դեպքերի, երբ դա անշարժ գույք չէ։ Թեև շարժական գույքը, օրինակ մեքենան, նվիրատվությունը եւս կարեւոր է անել իմ խորհրդով նոտարական կարգով, որպեսզի հետագայում վիճելի հարցեր չառաջանան։ Եվ այսպես Երկրորդ կարևոր տարբերությունը։ Երբ է ծագում կողմի իրավունքները գույքի նկատմամբ, երբ տեղի է ունենում կտակ։ Սա տեղի է ունենում կտակը կազմողի մահվան փաստով։ Այնինչ նվիրատվությունը նվիրատվության պատշաճ գրանցման եւ գույքը փոխանցելու պարագայում։ Ավելի պարզ, ոչ իրավական լեզվով փորձեմ բացատրել։ Եթե դուք կազմել եք կտակ ձեր բնակարանի նկատմամբ, ապա տվյալ անձի իրավունքները սկսում են աշխատել ձեր մահից հետո միայն։ Մասնավորապես, երբ դուք որոշել եք, որ ձեզ պատկանող Ռեմբրանդտի կտավը նվիրում եք ձեր դստերը, այն փաստը, երբ դուք պայմանագիր եք կազմում նվիրատվության կամ նկարը ֆիզիկապես փոխանցում եք դստերը, վերջ, այդ պահից նա սկսում է հանդիսանալ տվյալ գույքի սեփականատերը։ Տարբերությունը ակնհայտ է, չէ՞։ Կտակի պարագայում մահվան փաստից հետո է առաջանում ձեր սեփականությունը, այնինչ նվիրատվության պարագայում տվյալ պահից սկսած։ Հաջորդ տարբերությունը։ Տեսեք, կտակը միշտ կազմվում է նոտարական կարգով, երբ նոտարը պետք է համոզվի, որ դուք գործունակ անձ եք, այսինքն հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Այնինչ նվիրատվությունը միշտ չէ, որ կարող է արվել նոտարական կարգով, բացառությամբ եթե դա իհարկե անշարժ գույք չէ, սակայն ինչը խորհուրդ է տրվում անել։ Մեր պրակտիկայում հաճախ լինում են դեպքեր, երբ նվիրատվության պայմանագրից հետո անձը չի գնացել օրինակ կադաստր եւ գործընթաց նախատեսել գույքը, այսպես ասած, իր անունով դարձնելու, գրանցելու համար։ Եվ այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում դիմելու դատարան, որպեսզի հետո դատարանի վճռով նոր հնարավորություն ունենա այդ գույքը ձեռք բերելու։ Այնինչ կտակի պարագայում մահվան փաստից հետո, երբ բացվում է կտակը եւ ընդունվում է ժառանգությունը, այդ գույքը այլևս դառնում է ձեր։ Եվս մի կարևոր տարբերություն, որ ուզում եմ դուք հասկանաք եւ որոշեք, դուք ուզում եք կտակի միջոցով ձեր գույքը փոխանցել, թե նվիրատվության։ Տեսեք, նվիրատվություն անելու համար դուք չեք կարող պայմանավորվել տալու, հանձնելու այն գույքը, որը դեռևս ձերը չէ։ Այնինչ կտակի պարագայում ձեր ապագա ձեռքբերվելիք գույքը եւս կարող է ներառվել կտակի ծավալի մեջ։ Օրինակ, ես գիտեմ, որ ապագայում եկամուտներ եմ ստանալու այսինչ ներդրումից։ Կտակի պարագայում ես կարող եմ նաեւ այդ եկամուտները կտակել տվյալ անձին։ Այնինչ նվիրատվության պարագայում դա անհնար է անել։ Կտակը, երբ դեռևս այն կազմված է, չունի իրավաբանական ուժ, մինչև տվյալ
անձի մահը։ Հետևաբար կտակը կարելի է բազմաթիվ անգամներ փոփոխել, եւ սա որևէ հետևանք չի առաջացնում։ Նվիրատվության պարագայում, երբ դուք պատշաճ կերպով արդեն իսկ գրանցել եք նվիրատվությունը, այլևս այն չեք կարող փոփոխել կամ վերացնել, բացառությամբ այն իրավիճակների, երբ նվեր ստացողը որոշակի գործողություններ է նախաձեռնել, որոնք վտանգել են ձեր կյանքն ու առողջությունը։ Սա նախատեսված է երաշխիքներ որպես անձին պաշտպանելու համար։ Պայմանների առկայությունը ևս շատ կարևոր է։ Տեսեք, դուք կարող եք կազմել կտակ եւ ձեր կտակած ժառանգության օգտագործման հետ միասին պայմաններ, օրինաչափ եւ իրավական պայմաններ պահանջել ձեր ժառանգներից, որպեսզի վերջիններս ցուցաբերեն օրինական վարքագիծ, որպեսզի կարողանան օգտագործել ձեր ժառանգությունը։ Նվիրատվության պարագայում նման բան տեղի չի կարող ունենալ։ Սակայն կա մեկ այլ քաղաքացիաիրավական գործողություն, որը կոչվում է նվիրաբերություն, բոլորիս հայտնի donation հասկացությունը, երբ դուք կարող եք նվիրաբերել գույքը պայմանով, որ այն պետք է հասարակական այսինչ նպատակի համար ծառայեցվի։ Օրինակ, նվիրաբերում եմ ինձ սեփականության իրավունքով պատկանող տունը, որպեսզի այն օգտագործվի որպես երեխաների խնամքի կենտրոն։ Մի կարևոր ևս դիտարկում իրավահաջորդության համատեքստում։ Եթե նշանակված ժառանգը մահանում է նախքան կտակն ընդունելը, ապա կտակը համարվում է ուժը կորցրած, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս նախատեսած է լինում ենթաժառանգ։ Եվ ևս մեկ կարևոր դիտարկում. դուք կարող եք նվիրել ձեր ամբողջ գույքը, ամբողջ ծավալով ցանկացած անձին։ Սակայն, երբ դուք կտակ եք կազմում, ենթադրենք ամբողջ տունը նվիրում եք երրորդ անձին, այստեղ կա մի կարևոր հատված՝ պարտադիր ժառանգության բաժին։ Այսինքն, ձեր անչափահաս երեխան կամ հաշմանդամություն ունեցող երեխան, ինչպես նաև ձեր կինը կամ ծնողը անպայման պետք է ստանան մաս ձեր ժառանգությունից, եթե անգամ նրանք ներառված չեն ձեր կտակի մեջ։ Այս օրենսդրական փոփոխությունը իրականացվել է 2024 թվականին եւ նպատակ ունի պաշտպանելու անձանց իրավունքները, այսինքն շատ հաճախ խաբեության միջոցով տեղի է ունենում, երբ կազմվում էր կտակ երրորդ անձանց վրա եւ վերջինիս առաջին կարգի ժառանգները մնում էին առանց տվյալ անձի ժառանգության ստանալու իրավունքի։ Հետևաբար այս կարգավորումը նախատեսվել է, որ առաջին կարգի ժառանգները, ինչպես նաև խոցելի խմբերը, ինչպիսիք են անչափահաս երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները, չմնան առանց ժառանգության։ Այսպիսով, հնարավորինս փորձեցի ներկայացնել տարբերությունները կտակի եւ նվիրատվության։ Ինչպես նաև այս ալիքի հրապարակումներ բաժնում դուք կտեսնեք առավել մանրամասն տեղեկատվություն այս երկու գործարքների տարբերության մասին։ Եթե կան հարցեր, որոնք կվերաբերեն ինչպես կազմել ժառանգություն, ինչպես ընդունել կտակը, ապա կարող եք թողնել մեկնաբանություններ այս տեսանյութի ներքո։ Ինչպես նաև, եթե կա իրավաբանական եւ փաստաբանական ծառայությունների կարիք, կարող եք կապ հաստատել ինձ հետ այս տեսանյութի նկարագրություններ բաժնում տեղադրված կապի միջոցներով։ Եվ եթե ունեք փաստաբանական ծառայություններից օգտվելու կարիք, կարող եք կապ հաստատել այն հեռախոսահամարով, որը կլինի տվյալ տեսանյութի նկարագրությունների մեջ։ Շնորհակալ եմ եւ մինչ հանդիպում։